Արդեն շուրջ 12 տարի աշխատում եմ Էջմիածնի արհեստագործական պետական ուսումնարանում, դասավանդում եմ հայոց լեզվի եւ խոսքի մշակույթի հիմունքներ։ Այստեղ աշխատանքս ավարտելուց հետո շտաբում եմ Արմավիր քրեակատարողական, որտեղ իրականացնում եմ մինչև 19 տարեկան եւ 19 տարեկանից բարձր կրթության իրավունք ունեցող անձանց դասավանդումը։ Առհասարակ ինչ է ազատությունը ձեր պատկերացմամբ, ստեղծագործական շարադրություն փոքրիկ։ Հիմա ես գրատախտակի վրա կգրեմ։ Մի փոքր լավ չի երևում, բայց ոչինչ չէ, հա, տեսանելի է։ Հանրակրթական ծրագիրը մեծահասակների սկսվել է 2022 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որին ընդգրկվում են 19 տարին լրացած եւ բարձր տարիք ունեցող դատապարտյալները, որոնք չեն իրացել իրենց կրթության իրավունքը ավելի վաղ։ Այս հանրակրթական ծրագիրը իրենց իրավունք է տալիս ունենալու կրթության ատեստատ, միջնակարգ կրթության ատեստատ եւ հիմնական կրթության վկայական։ Մինչ ծրագրին մասնակցել են, իրենց ներկայացվում են ծրագրի բովանդակությունը, հանդիպում ենք ունենում ծրագրի շահառուների հետ, ովքեր որ պետք է մասնակցեն։ Գործում է կամավորության սկզբունքը, 19 տարեկան եւ բարձր հանրակրթությանը մասնակցում են իրենց կամքով, իրենց դիմումի համաձայն, պարտադրված հանրակրթություն չէ։ Եթե իրենք ցանկանում են, կարող են մասնակցել եւ իրացնել իրենց կրթության իրավունքը։ Հաճախակի վերասոցիալականացման, սոցիալ-հոգեբանական, կրթական, մշակութային միջոցառումների ընթացքում ընդգրկված դատապարտյալները, ովքեր որ նաեւ գալիս են մասնակցելու, այդ ընթացքում իրենք են որոշում, ուզում են մասնակցել կրթությանը, թե ոչ։ Ծրագիրը ընդհանուր առմամբ գոհացնող է, այն պարզ պատճառով, որ շեղված չի, հատուկ ծրագիր չէ, ուղղակի ասենք ավելի 3 տարվա ուսուցումը, որ իրականացվելու ասենք եռամյա կրթությունը 1.5 տարվա ընթացքում ենք իրականացնում էքստերն տարբերակով, անդրադառնում ենք բոլոր թեմաներին, կան որոշ իհարկե թեմաներ, որոնց չենք անդրադառնում, ցանկալի կլիներ, որ այդ թեմաները եւս ներառվեն, մենք ընթացքում անընդհատ վերանայում ենք ծրագրերը եւ եթե ինչ-որ տղաներին ավելի հետաքրքրող թեմաներ կան ու ավելի ասենք հուզող թեմաներ, նաեւ ընդգրկում ենք այդ թեմաներ, բայց առհասարակ ընդհանուր թեմաները կազմված են մեզ հետ, սկզբնակ հիմնադրամի անմիջական օգնությամբ, վերահսկողությամբ կազմված են այդ ծրագրերը եւ մենք բոլորս էլ մասնակցել ենք այդ ծրագրերի քննարկմանը ու միասին կազմել ենք 1.5 տարվա կրթության համար իրականացվող ծրագիր։ Մենք ունենք շատ փորձառու, շատ լավ մասնագետներ, մեր բոլոր ուսուցիչները անկախ տարիքից, շատ լավ մասնագետներ են, ովքեր որ կարողանում են ճիշտ ձևով աշխատել դատապարտյալների հետ։ Այն ուսուցիչները, ովքեր որ դասավանդում են քրեակատարողական հիմնարկներում, առաջի անգամ են իրենց կյանքում, միշտ առաջի անգամ ութ գործում այդտեղ ու իրենք երբեք չեն պատկերացնում, թե այնտեղ ինչ պիտի լինի, ինչի առաջ պիտի բախվեն, ինչ պետք է տեսնեն։ Բայց նրանք կարողանում են դա հաղթահարել, նախ առաջինը այնտեղ մեր դասավանդող ուսուցիչները իրենք հերոս են, որովհետև շատ դժվար պայմաններում են իրենք դասավանդում, ովքեր որ ընդգրկված են հանրակրթական ծրագրում եւ կարողանում ենք հաղթահարել, այո։ Ձեր մեջ կան ավարտողներ, եկեք փորձենք ամփոփել ինչ է ազատությունը, առհասարակ եւ քննարկել նաեւ Что такое свобода? Тема, конечно, очень серьезная и пунктуальная. Начнем с того, что свобода для разных людей бывает разная. Например, свобода слова в семье, для жены, для детей, куда хочешь пойти, в гости, к родственникам, друзьям, или, например, посетить какое-либо заведение, кинотеатр, театр, или, скажем, ресторан, поехать куда-нибудь отдохнуть с семьей и так далее. К сожалению, находясь в уголовно-исправительном учреждении, заключенные, можно сказать, понимают свободу иначе, совсем по-другому.
Кто не находился в тюрьме, ему или ей не понять, что такое настоящая свобода. Вот это ностальгия по свободе, горюешь и скучаешь по близким, родственникам, особенно когда осознаешь, что я никогда не увижу маму, сестру, близких мне очень друзей, товарищей, которых я потерял, кого естественной смертью, потом на войне в Арцахе. Иногда я не верю, что их уже нету в живых, потому что мне не было дано попрощаться и проводить их в последний путь. Но несмотря ни на что, я не падаю духом, не сломился. И надеюсь, что в один прекрасный день, а этот день, например, придет, я выйду из заключения на свободу и буду жить полноценной жизнью. Надеюсь, буду полезен для общества, для нашего государства, для людей. Շնորհակալություն, լավ է։ Վլադիսլավ ջան, ճիշտ շեշտեցիր, որ անազատության մեջ գտնվող մարդը ավելի ճիշտ է արժևորում ազատությունը, այն պարզ պատճառով, որ դու անընդհատ թախից կարոտ ես զգում քո հարազատների հանդեպ եւ այո, բոլոր այն մարդկանց, ում որ կորցնում ես, ելնելով տարիքային այդ անսահմանափակությունից, մենք ունենք տարբեր տարիքի շահառուներ, բնականաբար հասկանալի է, որ իրենք բոլորը գիտակցաբար են գալիս, այսինքն իրենք գիտակցում են ուր են գալիս եւ ինչի համար են գալիս։ Միգուցե տարիների անազատ վիճակը ստիպում է իրենց ավելի արժևորել ու ավելի կարևորել կրթությունը ու դրանով իսկ կրթության կարևորությունն ու արժեքը ավելի հասկանալով քաղել առավելագույնը իրենց համար։ Ամենամեծ հզոր ուժը դա ազատությունն է։ Ազատ միտքը բոլորի կյանքում։ Ազատության հասնելու համար լավագույն ճանապարհը գիտելիքի ձեռքբերումն է, ուսումը կյանքում ցանկացած ժամանակահատվածում։ Երազանքները եւ նպատակների իրագործումը, ինչպես նաեւ ցանկացած հաջողություն հնարավոր է միայն ազատության շնորհիվ։ Ես Աղասի Չախոյանն եմ, ներկապային զբաղվում եմ, ստանում եմ կրթություն ատեստատի համար, զբաղվում եմ թատերական ոնց է այդ բառը աթո մեկը դեմից ասի ես հետո կասեմ հատի ես չեմ կարող մտածել ես քանով կայնը նայում Absolutely, մի տեսես քանին բայց դասերի ընթացքում ինչ ես սովորել ես նայում ես Այս բեմից այնը չեմ նայում ախպեր չգիտեի որ մարդկան են նստած Հալա վանուն ասի հետո ես կասեմ Ինչ ասե Ո՞վ է մի խաղալի Հետո դեռ կկտրտենք Ես Աղասի Չախոյանն եմ Դատապարտվել եմ ավազակային հարձակման համար Կալանքից մեջ 7 տարի չեմ հետաքրքրվել կալանավայրերում գործող ուսումնական ինչ-որ կենտրոնների, ինչ-որ միջոցառումների հետ կապված Արդեն մնացել է մի տարուց քիչ ժամանակ, որ սկսեցի հետաքրքրվեմ, որոշեցի ձեռք բերեմ 10-ի ատեստատ։ Մասնակցեցի դասընթացներին ու հիմա այդ դասընթացների մեջ եմ մոտավորապես մի տարուց արդեն ազատվելուց ժամանակ կստանամ 10-ի ատեստատը քննությունները տալուց հետո։ Այդ ընթացքում միացա Մխիթար Մոսմուշեղյանին թատերական միջոցառումներին, ժամանակին զբաղվել եմ թատերականով, դուրս է ազատ կյանքում, հետաքրքրեց, ավելի շատ սեր կար էր դրա նկատմամբ, հին սեր։ Մասնակցեցի ու կարծում եմ ավելի լավ մուշեղը կասի, իմ կարծիքով լավ է ստացվեց իմ մոտ, ավելի շատ դպրոցական առարկաներից իմ մոտ ավելի շատ դուրս գալիս է մաթեմատիկան, կավագործությունը ու ինչ թվում է եթե կալանքի մեջ պետք է ժամանակ ինչ-որ բանով անցկացնել, լավագույն միջոցը ուսումն է, ու մենակ կալանքում չէ, կյանքում ու տարիքն է դրա հետ կապ չունի։ Ցանկացած ժամանակում, ցանկացած ինչ-որ նոր բան սովորելը մի հատ մարդու անունի կողը պլյուսանոր։ Ազատությունը առասարակ չունենալով էլ գնահատում։ Երբ որ եղել ես
ազատ, հետո հայտնվում ես անազատության մեջ։ Հասկանում ես ինչքան բան ես կորցրել ու ինչքան անկատար երազանքներ են մնացել դրսում։ Ես Կարենն եմ Դալաքյան։ Անազատության մեջ եմ գտնվում շուրջ 16 տարի։ Ողջ ընթացքում զբաղվել եմ ինքնակրթմամբ։ Հետո 22 թվականին կրթության մասին օրենքում կատարվեց փոփոխություն, որ իրավունք տվեց 19 տարեկանից բարձր անձանց ստանալ միջնակարգ կրթություն եւ ստանալ ավարտական ատեստատ։ Մասնակցեցի սիրով ուղղակի կազմակերպված դասընթացներին եւ ստացա միջնակարգ կրթության ատեստատ, հետո ընդունվեցի ԲՈՒ Ուրարտու հոգեբանության համալսարան, սոցիոլոգիայի կառավարում եւ վարչարություն բաժինը։ Դե արդի աշխարհում ժամանակակից աշխարհում սոցիոլոգիան առհասարակ պահանջված մասնագիտություն է։ Դրա համար փորձեցինք ժամանակի հետ զուգընթացնելով քայլել։ Ինչ պատկերացնամ, ազատությունը դա հոգեվիճակ է։ Մարդ կարող է լինել հարգված իր ընտանիքում, շրջապատում եւ աշխատակազմում, ունենա իրեն անհրաժեշտ ամեն ինչ, ունենա ֆինանսական որևէ խնդրեմ, բայց ազատ չլինի։ Իմ անձնական փորձառությունը ինձ ցույց է տվել, որ մարդ չի կարող լինել ազատ անկան ժամանակ, քանի դեռ չի սկսել փնտրել եւ ճանաչել Աստծուն։ Միայն Աստծուն ճանաչելով եւ Աստծու ճանապարհներով ընթացող մարդիկ են ազատ։ Սա իմ պատկերացումը ազատության վերաբերյալ։ Կիրակոսյան Վանիկ ես դատապարտված եմ գողությունների համար, առաջի անգամը չի, երկրորդն է։ Առաջի անգամ ոնց որ ծրագրեր չկար, համել ես ոնց որ իմ մտածելակերպը չի փոխել, դրա համար երկրորդ անգամ էլ նույն հանցանքը կատարել, հայտնվել եմ բանտում։ Հետո հայտնվելով ստե ամենասկզբում բանը, որ եղել է, Աստվածաշունչն եմ կարդացել, գիտակցությունը լրիվ փոխվել է ու տենց ոնց որ առանձնացրել եմ ես աշխարհից դեպի կրթական ոլորտ, սկսել եմ հաճախել դասընթացներին, ինքնագործ միավորման անդամ եմ, միջոցառումներին ենք մասնակցում, մի շարք դասերի եմ մասնակցում, արդեն դպրոցական փուլը անցել եմ այդ տարի ու կես, որ սովորում ես, հետո քննություն տալու, 6-ը քննություն տվել ենք, մնում է 3 հատն էլ ամառը տանք, որ ատեստատ ստանամ։ Մասնակցում եմ շախմատի դասընթացներին, թատրոնը եւ մենք դասընթացին, անձնական աճ դասընթացին, մեկ էլ համակարգչային հմտություններ։ Ինքնադրսևորման ճանապարհին է, որ այսօր մենք ունենք ինքնագործ միավորումներ հիմնարկում, երբ դատապարտյալները անձամբ իրենք են կազմակերպում բազմաթիվ միջոցառումներ, իրենք են նախաձեռնում այդ միջոցառումները։ Այսինքն, եթե օրինակ տեսեք կրթությունը ծրագիր է, որը մենք տալիս ենք եւ դատապարտյալը այդ ծրագիրը իրացնում է, այս դեպքում ինքնագործ միավորման անդամ դատապարտյալները իրենք են այդ ծրագիրը կազմում, իրենք են նախաձեռնում, իրենք են որոշում գնալ այդ ուղով թե չգնալ։ Բազմաթիվ միջոցառումներ մեր հիմնարկում տեղի են ունենում այդ ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալների միջոցով, ունենք մշակութային ինքնագործ միավորում, սպորտային ինքնագործ միավորում, մշակութային ինքնագործ միավորման շրջանակում ունենք արդեն կազմավորված թատերական խումբ, ունենում են ներկայացումներ, խաղում են անձամբ դատապարտյալները, սպորտային ինքնագործ միավորման կազմակերպում են բազմաթիվ սպորտային միջոցառումներ, տարատեսակ միջոցառումներ, սահմանափակումներ կոնկրետ այսպիսին չկան եւ դա մեծ հնարավորություն է տալիս, ելի եմ ասում, ֆիզիկական անազատության մեջ գտնվող անձին գոնե կարողանալ այդ մտավոր ազատությունը իրացնել այստեղ։ Ես այս պահին ղեկավարում եմ ինքնագործ մշակութային միավորումը, դերակատարողական հիմնարկի, որի կազմում շուրջ 50 դատապարտյալներ կան, եւ այդ դասավանդման process-ն է, որ դասավանդում եմ տղաներին թատերական արվեստ, թատրոնում մենք խորագրով դասընթացների շրջանակներում, ինչու էլի հատկանշական
խորագիր է, որովհետև իրականում թատրոնում ենք անբաժանելի հասկացողություններ ենք արդեն մի քանի հազարամյակ։ Եվ երբ որ ինքնաարտահայտման հնարավորություն է տրվում, սա շատ կարևոր է եւ սա շատ շնորհակալ բան է, ով էլ որ այդ հնարավորությունը տրվի, տվյալ դեպքում պետության կողմից, որ տրվել է այդ հնարավորությունը։ Եվ երկար ժամանակ մենք տարբեր տեսակի կրթական ծրագրեր ենք ունենում, այդ թվում նաև մշակութային, ոնց որ աղասին ասեց, թատերական արվեստի, այ օրինակ վերջի 2-3 տարվա ընթացքում Հայաստանի թատերական գործիչների միության եւ Հայաստանի մշակույթի գործիչների միության հետ համատեղությամբ իրականացրել ենք թատերական դասընթացներ, մեր բոլոր տղեկը, այստեղ ներկա տղեկը մասնակցել են այդ ամեն ինչին, ստացել են սերտիֆիկատներ համապատասխան կառույցների կողմից, մասնակցել են ներկայացումների, որը շատ հետաքրքիր նաև արտ թերապիայի միջոց է, որպես այդպիսին։ Որպես սոցիալական հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի աշխատակից, ով ամենօրյա ռեժիմով աշխատում է դատապարտյալների հետ, ովքեր այսօր օգտվում են պետության ընձեռած հնարավորությունից, վերասոցիալականացման բոլոր միջոցառումներին են մասնակցում, որը հետագայում հնարավորություն է տալիս ազատազրկված անձանց վերադառնալ հասարակություն եւ հեշտ ինտեգրվել հասարակությանը։ Անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածում կապը պահել արտաքին աշխարհի հետ եւ առհասարակ հնարավորություն է ընձեռում ազատություն գնալու ճանապարհին չունենալ խոչընդոտներ։ Սովորել եմ վերասոցիալականացման ծրագրերին մասնակցելու ընթացքում, դասապրոցեսների ընթացքում, բայց կոնկրետ նկարչություն ոչ թե սովորել եմ, այլ ուղղակի կողքից նայել, սովորել եմ, փորձել եմ ու ստացվել է իմ մոտ նկարելը ու սկսել եմ նկարել։ Հետո արդեն սկսեց պատերազմը, ցանկություն ունեին մասնակցելու, դիմումով դիմեցի ղեկավարությանը, մերժում ստացա, որից հետո որոշեցի ինչ որ մի ձև պարտքս տամ բոլոր այն տղաներին, ովքեր որ իրանց կյանքը նվիրել են Հայաստանի Հանրապետությանը, մեր ժողովրդի խաղաղ գիշերների համար։ Ու հիմա նկարում եմ բոլորին, բոլոր պատմական հերոսներից սկսած մինչև մեր ժամանակի հերոսներին։ Ինձ համար հետաքրքիր կերպար դասապրոցես պատմության դասի ժամանակ բացահայտել եմ Արտաշես առաջինին, Տիգրան Մեծի պապին, բացահայտել եմ Դավիթ բեկին, Նժդեին, բոլոր մեր պատմական հերոսներին։ Միշտ եմ հետաքրքրված եղել պատմությունով, բայց ցավոք սրտի ավելի շատ պատմությունից շատ բան իմացել եմ հանրակրթության ծրագրերին մասնակցելու ընթացքում։ Ես դուսը դպրոցը կիսատ եմ թողել, մի անհեթեթ հարցի պատճառով ուսումս կիսատ մնաց։ Հետո տարիների ընթացքում, երբ արդեն հայտնվել էի բանտում, տասնյակ տարիներ պայքարել ենք, որպեսզի իշխանությունները մեզ տան կրթվելու հնարավորություն։ Մինչև 2019 թվականը կրթության մասին օրենքի փոփոխությունից հետո նոր տրվեց հնարավորություն, Փառք Աստծո, առաջիններից մեկն եմ, որ շտապեց օգտվել, քանի որ մանկուց երազանք ունեի բարձրագույն կրթություն ստանալու։ Սովորեցի, ավարտեցի, ստացա ատեստատս, շուտով կդիմեմ բարձրագույն կրթություն ստանալու համար, ուզում եմ ուսումնասիրել հոգեբանություն առարկան։ Առհասարակ կրթությանը միշտ եմ տեղ տվել, բայց միաժամանակ պետք է խոստովանեմ նաև, որ հասուն տարիքում կրթությանը ավելի լուրջ ես մոտիկանում, ցանկացած մարդ ըստ ինձ կրթությանը ավելի հասուն է մոտիկանում, քան դպրոցական երեխան։ Դպրոցական երեխան հնարավոր է զլանա, ձանձրանա, ծուլություն ցուցաբերի, չհաճախի, փախնի դասերից, չսովորի, բայց երբ որ արդեն տարիքը դառնում ես մի քիչ հասունանում, հասկանում ես, թե կրթությունը ինչքան կարևոր է։ Ազատությունն ինձ համար գիտելիքի պաշարի առատությունն ու նրա անսահմանափակ կիրառումն է, որը ինձ տալիս է այն հնարավորությունը։
Ըստ ինձ ազատությունը ամենակարևոր բանը պետք է լինի մարդու համար, եթե նա գնահատում է իր կյանքում կրթությունն ու գիտելիքը։ Շատերը ազատություն են համարում ֆիզիկապես շարժվելու անսահմանափակ հնարավորությունը, բայց այն ինձ համար ոչինչ է, քանի որ ես ազատ եմ իմ հոգում, մտքում եւ գործողություններում։ Ազատությունը դա անկեղծություն է։ Ես ազատ եմ իմ մտքում, խոսքում եւ անկեղծ ինքս իմ հետ։ Ազատությունն ինձ համար նաեւ հավատն է ինքս իմ ուժերին։ Ապես շատ հագերտ եւ շատ գեղեցիկ ձևով ներկայացված, միաժամանակ նաեւ կրթության դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում բարձր արժեքի վրա դրված։ Երևի զարմանալու բան չեմ ասի, բայց ի տարբերություն դրսում ապրող հասարակության դատապարտյալների համար ազատությունը ամենակարևոր բանն է։ Երևի շատերի համար առողջությունից էլ կարևոր բան ազատությունը։ Դատապարտյալից առհասարակ նամանավանդ ցմա դատապարտյալից տարիների ընթացքում խլում են ամեն ինչ։ Հույսը, հավատը սեփական ուժերի հանդեպ, սերը, բայց երբեք ոչ մեկին չի հաջողվել ազատության հանդեպ սերը խլել։ Միանշանակ այդպես է։ Չգիտեմ, դա թե դատավճռից կարա լինի, թե չգիտեմ, տարիների ընթացքում կյանքը ավելի լավ հասկանալուց կարա լինի, բայց ես միշտ ասել եմ, երբեք չկարողացան դատապարտյալից, հատկապես ցմա դատապարտյալից խլել ազատության հանդեպ սերը։ Դրա համար վստահ եմ, որ ցանկացած դատապարտում, ցանկացած մեծամասնությունը, գերակշռող մեծամասնությունը հայտնվելով ազատության մեջ ցմա դատապարտյալներից երբեք ոչ մի անցանք չի փոխի, երբեք։ Փոքրի շատ է զբաղվելու, նաև իրենց կյանքը ավելի իմաստավորելու եւ արժևորելու հնարավորություն է։ Դրա վառ օրինակը այսօր հանձնարարված շարադրություններ, ինչ է ազատությունը ձեր պատկերացմամբ եւ տղաներից շատերը այնքան ճիշտ եւ կշռադատված ձևով ներկայացրեցին ազատությունը, որովհետև իրավամբ ճիշտ է, երբ որ մարդը կորցնում է ազատությունը, միայն այն ժամանակ է կարողանում այն ավելի արժևորել եւ ավելի բարձր գնահատել։ Ըստ իս ցանկացած անձի լինես ազատության մեջ թե անազատության մեջ իմաստալից կյանք ունենալու համար պետք է լինես առաջի հերթին կրթված, բայց անազատության մեջ գտնվող անձին կրթությունը ավելի անհրաժեշտ է իր ֆիզիկական անազատությունը մի կողմ դնելով եւ ձեռք բերել հոգեվոր եւ մտավոր ազատություն, որը իրեն կտա միայն կրթվելը։ Լցնելու իրենց կյանքը կրթությամբ, նոր արժեքներով, որ կարողանան ավելի լուսավոր պատկերացնել իրենց հետագա կյանքը։ Ինչ ոլորտ է ընտրես, ինչ մասնագիտություն, ինչ պետք է գալու։ Ինչքան բարձրագույն կրթություն, այդքան ավելի լավ ինձ թվում է։ Մայնի գարավ։